Ելենա Արշակյանի «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալում զարգացումները հասել են պիկին, անհավանական շրջադարձերը ստիպում են հեռուստադիտողներին ամեն պահի լարված հետևել իրադարձություններին։ Թվում էր, թե հանգուցալուծումը մոտ է, սակայն հենց այդ պահին հայտնվում են նոր ինտրիգներ, ավելի բարդ իրավիճակներ և անգամ նոր կերպարներ, որոնք ամբողջությամբ փոխելու են սյուժեի ուղղությունը։ Գոռի վերադարձը դարձել է ամենաուժեղ շրջադարձային կետերից մեկը։ Այն մարդիկ, ովքեր չվստահեցին նրան, այսօր ընդունում են, որ սխալվել են։ Գոռը կարող էր մնալ Ամերիկայում հեռու բոլոր խնդիրներից։ Սակայն նրա մեջ եղած արժանապատվությունը թույլ չտվեց, որ անմեղ մարդը պատասխան տա իր փոխարեն։ Նա վերադարձավ, բայց այդ վերադարձը չէր հաղթանակ, այլ ցավոք լի մի քայլ։ Գոռի մայրիկի մահը խորապես խոցել է նրան, իսկ Սառայի վերաբերմունքը, կասկածն ու հիասթափությունը դարձան ավելի ցավալի, քան ցանկացած բան։ Գոռը վերադարձավ մի աշխարհ, որտեղ ոչինչ էլ նույնը չէր։ Նա այլևս նույն մարդը չէ։ Նրա հոգու մեջ ցավ, կորուստ և վիրավորանք կա։ Նա ցանկանում է արդարություն, բայց միաժամանակ կորցրել է հավատը սիրո ու մարդկային հարաբերությունների նկատմամբ, իսկ Սառան նրան սիրող, բայց նաև սխալ հասկացած, կանգնած է երկընտրանքի առաջ։ Կվերադառնա՞ արդյոք նրանց սերը, թե այդ վերքերը երբեք չեն սպիանա։ Գարիկի ու Միսակի հակամարտությունն էլ սրանում է։ Գարիկը կորցնում է ինքնատիրապետումը, հարվածում Միսակին։ Հարվածից հետո Միսակը գլխով խփում է սեղանին ու հայտնվում անգիտակից վիճակում։ Նրա կյանքը վտանգի տակ է։ Սա նոր ողբերգության սկիզբ կարող է դառնալ։ Եթե Միսակը մահանա, ապա էլ կան նրա դուստրը կարող է երբեք չներել Գարիկին, բայց ամենակարևորը՝ նա կկարողանա արդյոք մնալ Արմանի կողքին, իմանալով, որ նրա հայրը հնարավոր է սպանել է իր հորը։ Սա իրական սեր ու ներողամտություն փորձության ենթարկող իրավիճակ է։ Արմանն ու Էլկան ստիպված են լինելու ընտրություն կատարել սրտի և խղճի միջև։ Նրանք սիրում են իրար, բայց իրենց շուրջ զարգացող իրադարձությունները կարող են նրանց հարաբերությունները կործանել։ Արդյոք նրանց սերը կդիմանա այս ամենին։ Կկարողանա Էլկան հաղթահարել ցավն ու հասկանա, որ Արմանն անմեղ է։ Մինչ այս ամենը տեղի է ունենում, Դիանան շարունակում է իր գաղտնի խաղը։ Նրա քայլերը դեռ լիովին բացահայտված չեն, և նա դեռ պահպանում է ազդեցությունը շատերի վրա։ Բայց որքան խորանում է ինտրիգն, այնքան ավելի է մոտենում ճշմարտության բացահայտումը։ Հեռուստադիտողներին սպասվում են դեռ լարված ու սրտի խորքը խփող տեսարաններ, որոնք երկար կմնան իրենց հիշողության մեջ։ Ճակատագրերը խճճվում են, իսկ ճշմարտությունը քայլ առ քայլ դուրս է գալիս ստվերից։ Նոր կերպարների հայտնությունը նույնպես ավելացնելու է սյուժեի թափը։ Հնարավոր է, որ հենց այդ նոր կերպարները լինեն խաղի կանոնները փոխող անձինք։ Ամեն ինչ դեռ առջևում է, սպասենք, որովհետև ամենահետաքրքիր ու ամենաանսպասելին դեռ նոր է գալու։ Իսկ դուք մինչ այդ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը և իհարկե տեղեկանալու նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ դաշտում էլ անպայման գրեք, թե ինչ եք կարծում, ով է լինելու նոր կերպարն ու նոր դերասանը։ Գրեք նաև, թե որ կերպարին ու դերասանին եք ամենաշատը հավանում այս սերիալում և որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Նշենք, որ ամեն ինչ դեռ նոր է խճճվում։ Սարոյանը ներողություն է խնդրում Սառայից, որ չի հավատացել նրան, քանի որ ինչպես պարզվում է, Գոռը Ամերիկա հենց այնպես չէր մեկնել։ Նա մեկնել էր, քանի որ նրա մայրը ծանր վիճակում հայտնվել էր հիվանդանոցում, ինչից հետո էլ մահացել էր։ Իհարկե, Սառան այս ամենից անտեղյակ մեղադրում էր Գոռին, որ նա թողել է, որպեսզի անմեղ մարդը նրա փոխարեն պատասխան տա, չիմանալով, թե իրականում ինչ է կատարվել։ Գարիկն էլ Էլկայի մտքերը թունավորել էր, և Էլկան կարծում էր, որ Սառան իրենցից ինչ-որ բան է թաքցնում։ Էլկան հետևելով Սառային, տեսավ, որ Սառան գնացել է Գոռի տուն, սակայն այն, ինչ նա տեսավ, իհարկե սխալ հասկացավ։ Հակառակ այն բանին, որ Էլկան կարծում էր, որ Սառան գնում է Գոռի հետ հանդիպման, ուղղակի Սառան գնացել էր, որպեսզի տեսներ, թե այսքան ժամանակ որտեղ էր անհետացել Գոռը։ Իհարկե, այն, ինչ պետք է իմանար Գոռի հետ հանդիպումից հետո, նրան շոկի է ենթարկում։
Նա չի կարողանում բառեր գտնել, որպեսզի ներողություն խնդրի գոռից, որ նրան չի հավատացել ու մեղադրանքներ ներկայացրել։ Սարոյանն էլ վերջապես հասկացել է, որ նա գոռի հանդեպ անտարբեր է և Դիանան ու քույր ու եղբայր լինելով, նրանք բոլորովին տարբերվում են իրարից, գոռը նման չէ իր քրոջը, այդ իսկ պատճառով նա Սառային համաձայնություն է տալիս, որ գոռն ու Սառան հանդիպեն, սակայն գոռի վիրավորվածությունն այնքան մեծ է, որ դեռ ժամանակ կպահանջվի, որպեսզի ների ու հասկանա Սառային, իսկ Էլկային դժվար փորձություն է սպասվում, ճիշտ է, Արմանը հայտնվելու է բանտից դուրս և ազատության մեջ, բայց ինչ է կատարվելու դրանից հետո ցույց կտա ժամանակը, շատ շուտով պարզվելու է, որ հենց Արմանի հայրն է սպանել Միսակին, այսինքն Էլկայի հորը, արդյոք դրանից հետո Էլկան իր մեջ ուժ կգտնի և կմնա Արմանի կողքին, չէ՞ որ նրանց հայրերն են խնդիրներ ունեցել և հենց Արմանի իր սիրած տղայի հայրն է սպանել իր հարազատ հորը։ Շատ շուտով գաղտնիքները բացահայտվելու են, իսկ թե ինչպիսին է լինելու նրանց երեխաների արձագանքը, ցույց կտա ժամանակը, այնպես որ մնացեք մեզ հետ, որպեսզի միասին բացահայտենք ամենահետաքրքիրը։